Այսօր սիրով ներկայացնում ենք Պանացեան, բրենդ, որն արդեն շուրջ 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթերք, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստված են բարձրորակ անարատ կաթից խիստ վերահսկվող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան արժանացել է մեծ վստահության հայկական ընտանիքների կողմից։ Պանացեա։ Սեր առաջին գթալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակից ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես միշտ ամեն շաբաթ ձեզ հյուր է գալիս Հեքիաթի սենյակը։ Սիրելիներս, Հեքիաթի սենյակը այսօր էլ ձեզ համար պատրաստել է շատ գեղեցիկ, խրատական հեքիաթ, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ Հեքիաթի սենյակը գտնվում է այս գեղեցիկ ստուդիոյում, Դանիելյան արտ ստուդիոյում։ Եվ մինչ մենք կանցնենք մեր հեքիաթին, մենք պետք է ասենք, որ այսօր էլ ունենք հյուր։ Մեր հյուրն է Դավիթը, ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Շնորհակալություն, որ դու մեր հյուրն ես, Դավիթ։ Մենք շատ ուրախ ենք, որ չես մերժել եւ եկել ես Հեքիաթի սենյակ։ Կպատմես մի փոքր քո մասին։ Ես ավելի շատ սիրում եմ նկարիչներին եւ ավելի շատ սիրում եմ այդ նկարիչը, որ հավող ժամացույցն է նկարել։ Իսկ ով է այդ նկարիչը։ Չես հիշում։ Ես չգիտեմ ճիշտն ասած, հետո մենք կփնտրենք, Արևիկ դու գիտես։ Ոչ։ Ոչ, Բայց չգիտեմ։ նկարը ծանոթ էր։ Բայց Դավիթ, ես ուզում եմ, որ դու ասես, քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում։ Ես 8 տարեկան եմ, Ինչ ես ցանկանում դառնալ։ բոքսեր։ Քեզ Ես զբաղվում ես սպորտով։ Սպորտով զբաղվում եմ, բայց չեմ գնում։ Այլևս չեմ գնում։ Տանն ես զբաղվում հիմա։ Գնում եմ, բայց այդքան ծանր բաների չեմ, այդքան ծանր կռվերի չեմ գնում։ Այո, բայց կարծում եմ կգնաս, չէ, որպեսզի դառնաս բոքսյոր։ Ինչպես ասացի։ Արևիկ դու հարցեր ունես։ Իսկ հեքիաթներ սիրում ես։ Շատ։ Սիրելի հեքիաթ ունես կամ հեքիաթագիր։ Իմ սիրելի հեքիաթագիրը Հովհաննես Թումանյանն է։ Բոլորի սիրելի հեքիաթագիրն է, այո։ Դավիթ, իսկ մայրիկը քեզ համար հեքիաթներ ընթերցում է երեկոյին։ Այո, ես գիրք ունեմ, անում է շրջարան աշխարհի եզրին։ Սրճարան աշխարհի եզրին, ինչ հետաքրքիր վերնագիր, հեքիաթ է։ Կեցես մայրիկ, որ հեքիաթ եք կարդում երեխայի համար, որովհետև մեր հաղորդումը ստեղծվել է այն պատճառով, որ մայրիկները այս օրերին չեն հասցնում հեքիաթներ պատմել, աշխատանքի հետ կապված ժամանակ չեն ունենում, հետևաբար հեքիաթի սենյակը հասնում է օգնության։ Դե ինչ, Դավիթ, մենք այսօր ընտրել ենք շատ գեղեցիկ հեքիաթ, կարծում եմ դու արդեն նախապես ծանոթացել ես, քեզ դուր է, լավ, վերջում կխոսենք այդ մասին։ Իսկ այս ընթացքում մեզ հետ կլինի Դանիելյան արտ ստուդիոյի Սամ Վիկտորյան, ով կպատկերի իր նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Չենք մոռանում նաև հեքիաթի սենյակի կարևոր ընկերոջը Պանացեա ընկերությանը։ Դե ինչ ժամանակն է սկսելու։ Ապերախտ տղան եւ հոգատար ծառը։ Շատ տարիներ առաջ կար մի հսկա ծառ, որի պտուղները չափազանց համեղ էին եւ մարդիկ սիրով համտեսում էին։ Մի փոքրիկ տղա դառնում է խնձորենու մտերիմ ընկերը։ Նա շատ էր սիրում խաղալ ծառի հետ։ Մագլցել ճյուղերի վրա, քնել ստվերի տակ, խնձոր քաղել։ Ամեն օր նա հյուր էր գնում ծառին եւ համտեսում ջրալի պտուղները։ Խնձորենին շատ բարի էր եւ միշտ սիրով էր ընդունում տղային ու խաղում նրա հետ։ Որոշ ժամանակ անց տղան ընդունվում է դպրոց եւ այլևս չի կարողանում ժամանակ անցկացնել ծառի հետ։ Մի քանի ամիս անց, սակայն, տղան որոշում է այցի գնալ ընկերոջը խնձորենու։ Ծառն այնքան է ուրախանում տղային տեսնելով, որ խնդրում է նորից խաղալ իր հետ։ Սակայն տղան պատասխանում է, որ ինքն այլևս փոքր չէ եւ չի պատրաստվում խաղալ ծառերի հետ։ Բայց փոխարենը մի խնդրանք ունի նրան։ Տղան ասում է, որ ուզում է խաղալիքներ գնել, բայց ծնողները չունեն բավականաչափ գումար։ Խնձորենին լսում է տղային եւ ասում. Սիրելի տղա, ես գումար չունեմ, որ տրամադրեմ քեզ, բայց դու կարող ես հավաքել իմ խնձորները, վաճառել դրանք եւ գնել հավելիքներ։ Տղան հավաքում է բերքը, վաճառում եւ խաղալիք գնում։
Խնձորենին ամեն օր սպասում էր, որ տղան կվերադառնա։ Բայց նա խնձորները հավաքելուց հետո մի քանի տարի չի երևում այդ կողմերում։ Ծառն այնքան է գխնում, որ այլևս վեր չի տալիս։ Մոտ 10 տարի անց տղան վերադառնում է խնձորենի մոտ արդեն որպես պատանի։ Ծառը միանգամից ճանաչում է տղային եւ ուրախությամբ ողջունում։ Ծառը դարձյալ խնդրում է տղային խաղալ իր հետ, բայց տղան պատասխանում է. Կներես, բայց ես ժամանակ չունեմ, որ խաղեմ քեզ հետ, պիտի աշխատեմ։ Մենք հիմա նոր տուն ենք կառուցում, փայտի կարիք ունենք, կարող ես արդյոք օգնել մեզ։ Ծառը պատասխանում է. Օ իմ սիրելի տղա, ահա կտրիր իմ ճյուղերը, վերջու այնքան ճյուղ, որքան հարկավոր է։ Տղան սկսում է կտրել ճյուղերը, հավաքում է ու հեռանում։ Տարիներ անց վերադառնում է արդեն որպես հասուն տղամարդ։ Խնձորենին, որը շատ էր երկար է սպասել, որ տղան կվերադառնա, ուրախանում է, երբ տեսնում է նրան եւ խնդրում խաղալ իր հետ։ Սակայն տղամարդը պատասխանում է, որ արդեն մեծ է եւ մենակ հանգստի կարիք ունի։ Բայց մի խնդրանք ունեմ խնձորենի, կարող ես ինձ օգնել։ Ես ուզում եմ նավակ պատրաստել, որպեսզի նավարկեմ տարբեր երկրներով։ Խնձորենին պատասխանում է. Օ իմ սիրելի տղա, ես նավակ չունեմ, բայց կարող եմ տրամադրել իմ բունը, որից դու կարող ես նավակ պատրաստել։ Տղամարդը կտրում է խնձորենի բունը եւ նավակ պատրաստում։ Նա ուրախությամբ նավարկում է տարբեր վայրերով, բայց այլևս երբեք չի վերադառնում ծառի մոտ, որից միայն արմատներն էին մնացել։ 20 տարի անց տղամարդը գնում է ծառի մոտ արդեն որպես ծերունի։ Ծառը ճանաչում է նրան եւ ասում. Օ իմ սիրելի տղա, ես հիմա այլևս ոչինչ չունեմ քեզ տալու։ Տղամարդը պատասխանում է. Ես մենակ հանգստի կարիք ունեմ, կարող ես ինձ հանգիստ պարգևել։ Խնձորենին պատասխանում է. Ախր ես այլևս ճյուղեր չունեմ, դու օգտագործեցիր իմ բերքը ճյուղը, բայց երբեք չխնամեցիր ինձ։ Ձեր տղամարդը գիտակցում է իր սխալը եւ խնդրում, որ խնձորենին ների իրեն։ Խնձորենին ասում է, որ պատրաստ է ներել, եթե գտնվի մեկ, ով կխնամի իրեն, կջրի, որ ճյուղեր աճե։ Արդեն պապիկ դարձած տղամարդը շտապում է տուն, բերում թորնիկներին, ովքեր ջրում են ծառը, բահով մշակում, փխրեցնում հողը։ Մի քանի ամիս անց ծառը ճյուղեր է տալիս, իսկ 1 տարի անց նաև բերք։ Թորնիկներն ուրախ վազվզում են ծառի շուրջը, իսկ պապիկը խնձորենուց տվերում հանգստանում է։ Դավիթ, քեզ դուր եկավ այս հեքիաթը։ Այո, Ինչ հասկացար։ որ պետք չէ գոյս լինել, որ մարդը քեզ բան ատես, դու պիտի իրան ինչ-որ Այո, մենք պետք է բոլորս բարություն անենք, մեր սերը պետք է փոխադարձ լինի, չէ՞, չպետք է էգոիստի պես միշտ դեպի մեզ, չէ՞։ Եվ Դավիթ, ավելացնելու ինչ ունես։ ավելացնելու բան չունեմ։ Երեխաներին ինչ խորհուրդ կտաս։ Ընդհանրապես ինչ անեն իրենք։ Գրքեր կարդան։ Այո, Հեքիաթներ հատկապես։ այո, Դու հավատում ես հեքիաթներին։ կախարդությանը չեմ հավատում, որ ասեմ հեքիաթները որ կախարդություն լինում, ես դրան չեմ հավատում, որովհետև կախարդություններ չեն լինում։ Չեն լինում։ Դու ավելի ռեալ հեքիաթներ ես սիրում։ Այո։ Դե ինչ, սիրելի փոքրիկներ, կարծում եմ շատ հետաքրքիր հեքիաթ էր եւ դուք հետեւություններ կանեք, կմտածեք, թե ինչպես եք ապրում, ինչպես պետք է վարվել ընկերների հետ, այս դեպքում տղայի ընկերը ծառն էր, բայց մենք կյանքում էլ մեր ընկերների հետ պետք է միշտ շատ զգույշ լինենք, որպեսզի նրանց չվիրավորենք։ Իսկ հիմա տեսնենք, թե որ հերոսին է պատկերել Վիկտորիան։ Սիրելի փոքրիկներ, ժամանակն է հրաժեշտի, բայց մինչ հրաժեշտը Դավիթ, ուզում եմ ասել, որ Պանացի Աբրենիկ եւ հեքիաթի սենյակ հաղորդումը քեզ համար պատրաստել է նվեր։ Այո, ինչպես նաև Վիկտորիայի համար։
Շնորհակալություն ենք հայտնում Պանացեա ընկերությանը։ Եվ ուզում ենք ձեզ հիշեցնել, սիրելի փոքրիկներ, որ ամեն շաբաթ կարող եք հետևել Հեքիաթի սենյակին, ինչպես նաև կարող եք այն դիտել YouTube-ին։ Իսկ եթե ունեք հարցեր, առաջարկներ, ինչու՞ չէ նաև նկատողություններ, կարող եք գրել մեր Instagram-յան page-ին։ Եկեք բոլորս միասին հրաժեշտ տանք երեխաներին։ Ցտեսություն։ Այսօր սիրով ներկայացնում ենք Պանացեան, բրենդ, որն արդեն 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթեր, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստված են բարձրորակ անարատ կաթից խիստ վերահսկվող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան արժանացել է մեծ վստահության հայկական ընտանիքների կողմից։ Պանացեա։ Սեր առաջին գթալից։